Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Թատրոնում երկար տարիներ աշխատած դերասանները հասարակության կողմից ավելի ճանաչված են դառնում, երբ սկսում են հանդես գալ ֆիլմերում եւ որպես հեռուստահաղորդավար։ Ասել, որ իմ այսօրվա հյուրի ի սկզբանե հայտնի չէր, սխալ կլինի, որովհետեւ մինչ այդ նա արդեն հասցրել էր բազմաթիվ դերեր կերտել Սունդուկյան թատրոնում։ Իսկ հեռուստանախագծերը ընդհանրապես կարելի է ասել, որ միջոց է հավելյալ եկամուտ աշխատելու, ինչպես նաեւ ավելի մասսայական դառնալու համար։ Բացարձակ արժեք հաղորդաշրջանակներում այսօր զրուցում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դերասանուհի Նելի Խերանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Խերանյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Զրույցը սկսենք հետևյալ թեմայից։ Նախորդ տարի դուք կարծես թե ավելի շատ զբաղված եք թատրոնում, միայն տարեվերջին արդեն կրկին վերադարձաք նաև հեռուստատեսային աշխատանքին, ինչի հետ էր կապված այս դադարը։ Հեռուստատեսային դադարը։ Նախ որովհետև առաջարկ չկար, դա էր ամենամեծ պատճառը։ Եվ միայն գուցե դա էր պատճառը, առանձնապես որևէ պատճառ չկար, պարբերաբար ես հեռուստատեսությունում աշխատում եմ, մշտապես ասել եմ, որ առանձնապես չեմ սիրում հեռուստատեսություն, սակայն երբ առաջարկը ինձ հուզում է ինչ-որ էմոցիաներ առաջացնում է, համաձայնում եմ, սա էր ընդհանրապես դադարը հեռուստատեսային։ Ընդհանրապես կարծիք կա, որ մարդը, ով սիրում է թատրոնը եւ բեմը, տեսախցիկից այն կողմ հայտնվում է զուտ հավելյալ եկամուտ ունենալու համար, այս կարծիքը ձեր դեպքում էլ է կիրառելի։ Ընդհանրապես ճշմարտություն կա դրա մեջ եւ բոլոր դերասանների դեպքում դա աշխատում է եւ ոչ միայն հիմա, մեր ժամանակներում, այլ նաեւ առաջ եւ մշտապես եւ միշտ այդպես է եղել, դերասանի տեղը դա թատրոնն է, իր բույնը թատրոնն է եւ միայն թատրոնն է, որ քեզ լիարժեք եւ մինչեւ վերջ կարող է եւ սնել եւ ինչ ասեմ, այսպես գուրգուրել եւ դժբախտացնել եւ դու այնտեղ եւ լիարժեք երջանիկ եւ չափազանց դժբախտ կարող ես լինել։ Ծովում էր ինձ կթաղել։ Սպիտակ կվակուր սավանի մեջ ու ջրին կհանձնե։ Ինչով կլինի։ Ծովն է, կապու, ինչպես իմ առաջին սիրածի։ Աչքեր, իմ ամբողջ կյանքը կախված է եղել առաջին հանդիպածի բարությունից։ Իսկ տեսախցիկը իհարկե միշտ կողքի աշխատանք է եղել, ոչ միշտ միայն եկամուտ ֆինանսական բաներ ակնկալելու համար, ոչ, լինում են նաև առաջարկներ, որոնք գայթակղիչ են, որոնք բարձրարժեք են, որոնք նաև քո սրտի հետ են խոսում, այդպես է լինում, բայց այնպես է լինում։ Ինչպես ամեն մի մասնագիտություն, դերասանի մասնագիտությունը նույնպես ծառայում է նաև դերասանին մարդուն ապրելու համար։ Սա աներկբա է եւ քննարկման կարծում եմ ենթակա չէ եւ ինչպես ամեն մարդ, այնպես էլ դերասանը երբեմն փնտրում է միջոցներ հավելյալ ֆինանսական եկամուտներ աշխատանք ունենալու եւ ես դա կարծում եմ նորմալ է։ Հետաքրքիր է այս տաղավարում ինձ հյուրընկալած արվեստագետներից շատերը բնական է բացառություններ լինում են, ասում են, որ երբ իրենց կյանքը համեմատում են իրենց ապրած նախորդ տարիների հետ, ասում են, որ այժմ Հայաստանում կյանքը շատ է բարդացել։ Դուք կիսում եք այս կարծիքը։ Ես
Կիսում եմ կարծիքը իհարկե եւ ես գտնում եմ որ ես պատկանում եմ ամենա հալածված եւ այսպես ոնց ասեմ մեջքին խփված սերնդին, որովհետեւ մեր սերունդն էր որ երբ ավարտեցինք մեր կրթությունը եւ պիտի արդեն լիարժեք կյանք մտնեինք, աշխատեինք, մեր աշխատանքով փորձեինք ապրել, ընտանիք ստեղծեինք, մեր սերունդն էր որ հենց այդ հարվածը ստացա, որովհետեւ ես ինչ հիշում եմ, մենք անverջ պայքարի մեջ ենք անverջ պայքարի մեջ ենք եւ եթե վերցնենք միայն կենցաղը, միայն ընտանիքը, այդ դաշտում անverջ պայքար է, որովհետեւ ամուսնացանք հատկապես իմ մասին եմ ասում, բայց մի ամբողջ սերունդ ամուսնացավ 88-ին, մտավ կյանք 88-ին, եկան ամենադժվար տարիները, երբ դու ստեղծեցիր ընտանիք, աշխատեցիր, փորձեցիր ինչ-որ բան ստեղծել, փորձեցիր ինքնահաստատվել, փորձեցիր պրոֆեսիոնալիզմ ձեռք բերել եւ անverջ իրար հետեւից փորձություններ, դժվար տարիներ, սակայն գուցե մարդու համար նաև դրանք ինչ որ չափով դաս են լինում, չգիտեմ։ Գիտեք, դժվարությունները անverջ են, անսահման են ու երբեմն երբ կորցնում ես այդ լավատեսությունը, իսկ դա շատ հեշտ է մեր օրերում կորցնել։ Քեզ թվում է, որ սա մի ամբողջ մի այսպես շրջան է, որտեղից ելք եւ դուրս գալու հնարավորություն չկա։ Սակայն ես անձամբ միշտ չէ որ կորցնում եմ լավատեսությունս, որովհետև առանց դրա ապրել ուղղակի անհնար է, կարծում եմ ու ես շատերին եմ ասում, իմ աղջիկներին եմ ասում, ինքս ինձ եմ ասում, որ կյանքը հիասքանչ է եւ իհարկե վառ պահեր միշտ կան եւ դրանք են որ քեզ ուժ են տալիս հետագա կյանքի։ Դուք նշում եք, որ չնայած բազմաթիվ դժվարություններին դուք մնացել եք լավատես, սակայն դժվարությունների հետևանքը հաճախ լինում է այն, որ մենք ստիպված ենք լինում կախվել ինչ-որ մեկ ուրիշից, ինչ-որ երևույթներից։ Դուք ազատ մարդ եք եւ ինչ է ձեզ համար այդ ազատությունը։ Ազատությունը բացարձակ արժեք է, կարծում եմ, եւ ինձ համար գնահատելի շատ բան է ազատությունը։ Կախված ես լինում ուրիշից, դու ամբողջ կյանքում կախված ես ինչ-որ բաներից եւ լիարժեք բացարձակ ազատություն շատ հազվադեպ ես ունենում։ Քո միայն ներքին աշխարհը կարող է ազատ լինել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն կյանքը դա պարտավորությունները, պարտականությունները եւ դու անverջ կախված ես դրանցից եւ եթե դու պատասխանատու մարդ ես եւ պատասխանատվություններ ես վերցրել այս կյանքում, իսկ դրանցից պատասխանատվությունների մեջ է ընտանիքը, պատասխանատվությունների մեջ է երեխաները, քո աշխատանքը, քո ծնողները եւ շատ բաներ։ Կնշանակի թե իհարկե դու միշտ կախված ես ինչ-որ բաներից, որոնք հոգսեր են, որոնք լավ եւ վատ հոգսեր են, ծանր եւ հաճելի հոգսեր են, բայց հոգսեր են, որոնք դու պարտավոր ես անել։ Սակայն ներքին ազատությունը մարդու որևէ մեկին հասու չէ եւ որևէ մեկը չի կարող այն քեզնից խլել, եթե դու դա ունես, զգում ես, եթե կարողանում ես այն վայելել, որովհետև զգալը ազատությունն, այդ ներքին ազատությունը նաև կարողություն է։ Դու դրա գիտակցումը պիտի ունենաս։ Ես ունեմ, չունեմ, չգիտեմ, այնքան դժվար է մարդ սեփական ներքին զգացողությունների մասին դժվար է խոսելը։ Սակայն քո կյանքը եթե փորձես անդրադառնալ, ետ նայել կամ քո ընկերների հետ կիսվել, կհասկանաս, թե դու ինչպես ես ապրել։ Ձեր հարցազրույցները կարդալով եւ ընդհանրապես ձեր, այսպես ասած, հանրային խոսքն ուսումնասիրելով, ես եկա այն եզրակացության, որ դուք հիմնականում շատ անկեղծ ու համարձակ եք ձեր հնչեցրած կարծիքներում, սակայն վերջերս շատ է նշվում այն մասին, որ այսօր արվեստագետի ձայնը այնքան էլ լսելի չէ, եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ, երբ արվեստագետի ասածը արդեն հեղինակություն էր եւ մարդկանց համար ուղենիշ էր։ Դուք համաձայն եք, որ այսօր դաշտում կա այդ բացը արվեստագետի խոսքի, եթե այո, ինչի հետևանք է սա եւ եթե ոչ, խնդրեմ, որպեսզի հիմնավորեք։ Դրա մասին շատ է վերջերս խոսվում, նախ որովհետեւ հեղինակություններ առանձնապես չթողեցին մեզանում։ Դրանք լղոզվեցին տարբեր պայմաններում, տարբեր պատճառներով, տարբեր հնարավոր ուղիներով, ես կարծում եմ։ Սակայն մեզանում կան արվեստագետներ, ովքեր իրենց կարծիքն ունեն եւ չեն վախենում այն արտահայտել։ Ես կարծում եմ, որ եթե հարցը վերաբերում է ընդդիմադիր
կեցվածք ունեցող արվեստագետ։ Ոչ այդքան ընդդիմադիր, ժողովրդի կողքին ժողովուրդը շատ հաճախ միայն ընդդիմադիր կարծիքների կրող չէ, ուղղակի ժողովրդի կողքին, երբ ինչ-որ բան անհանգստացնում է հասարակության մի լայն զանգվածին, չեմ ասում մի քանի հոգու, արվեստագետը գնա ու կանգնի նրա կողքին, եթե իհարկե այդ խնդիրը իրեն նույնչափ ցավեցնում է։ Արվեստագետը այս երկրի քաղաքացի է, մեր երկրի քաղաքացի է եւ նույն խնդիրներն ու խնդիրներն ունի ինչպես ամեն մարդ մեզանում։ Երբեք ձերբազատված չէ որևէ խնդրից, որևէ խնդրից։ Ժողովրդին հուզող ցավը նաև արվեստագետին հուզող ցավն է։ Եվ վերջապես առանձին դիտարկել որպես առանձին միավոր արվեստագետին ես կարծում եմ ճիշտ չի։ Որովհետև հիմա կարծես թե այդ խնդիրը հենց կա, շատ են առանձնացնում։ Արհեստական, իմ կարծիքով արհեստական ստեղծված արհեստածին խնդիր է եւ անverջ ինչ որ այդպես հարցեր են բարձրանում։ Ուր են մեր արվեստագետները։ Ձեզ հետ են, ձեր կողքին են, այստեղ են, երկրում են, աշխատում են։ Ձեզպես բոլոր դժվարությունները տանում են։ Գիտեք ինչ, ֆիզիկական ներկայությունը ամեն մի տեղ դա չի նշանակում, որ գաղափարական եւ մտքի միասնություն եւ ամբողջություն կա։ Մարդը կարող է ֆիզիկապես այս պահին այս ինչ տեղում լինել, սակայն պատճառը այդտեղ գալուս բոլորովին այլին են եւ մարդը կարող է ամեն տեղ չլինել ժողովրդի կողքին, որտեղ բողոքի ակցիա կա, որտեղ բողոքի մի որևէ ցույց կա, որտեղ ինչ որ ցավոտ խնդիր կա, սակայն մտովի իր կարծիքով, իր մտատանջություններով մշտապես նույն կարծիքին լինել, նույն բողոքն ունենալ իր մեջ եւ ժամանակ առ ժամանակ երբ դրա կարիքը կա, իր ձայնը բարձրացնել։ Եվ վերջապես գիտեք, ես կարծում եմ, որ անverջ գորգորալը եւ անverջ այդպես սև դաշտում այսպես ջուրը փորփրելը եւ այնտեղ ինչ-որ բաներ գտնելը այնքան էլ հարիր չէ արվեստագետին։ Արվեստագետը պիտի խոսի այն պահին, այն ժամանակ, երբ իր կարիքը կա, երբ ասելիք ունի, երբ ընդհանրապես արվեստը մի դաշտ է, որտեղ դու պիտի հայտնվես, երբ դու ասելիք ունես։ Իսկ երկիրը իր ցավերով, իր խնդիրներով առավել եւս դու այն պահին պիտի խոսես, երբ դու ասելիք ունես եւ ոչ թե ամեն պահի, երբ ինչ որ հարց է ծագում, դու ունես ասելիք, թե չունես ասելիք, ձայնդ բարձրացնես։ Հետաքրքիր է ձեր լավատեսությունը, որ միշտ զգացվում է, չի հակադրվում մեր ներկայիս իրականությանը եւ առհասարակ ինչպիսի Հայաստանում կցանկանայիք ապրել դուք։ Ես այդքան էլ լավատեսիկը չեմ, ճիշտն ասեմ, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես խիստ այսպես անկումային տրամադրություններ եմ ունենում եւ ընկճված եմ շատ հաճախ լինում եւ բաներ կան, որ ինձ չափազանց խուզում են մեզանում եւ ես նույնիսկ անհանդուրժող եմ երբեմն լինում։ Ինչպիսի Հայաստանում, այնպիսի Հայաստանում, ինչպիսին որ ցանկացած մարդ կուզեր ապրել, պաշտպանված օրենքի երկրում, որպեսզի դու անհոգ լինես քո երեխաների համար, վաղվա օրվա համար եւ կարծում եմ տենց նախ վերամբարձ չի հնչում, ես կարծում եմ, եւ ոչ էլ ուտոպիստական։ Այնպես ինչպես նորմալ մարդը կուզեր ապրել։ Իսկ այդ ամենն ունենալու համար ժամանակ է պետք, ճիշտ մարդիկ ճիշտ տեղում են պետք, ազնվություն է պետք, ինքնազոհաբերություն է պետք, մտքի եւ կամքի աշխատանք է պետք, կարծում եմ։ Յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի այն գործով, որ գործով իրեն տրված է զբաղվել, այսինքն որտեղ ինքը կարող է, եւ ոչ թե քիթը մցնյա ոլորտները, որտեղից ինքը գաղափար չունի։ Ազնվություն է մեզ այսօր պակասում, միմյանց նկատմամբ կարեկցանք է պակասում, ճշմարտություն է, արդարություն է պակասում, շատ բաներ։ Ես չեմ ուզում ուտոպիստ երևալ, նորից եմ կրկնում, բայց սակայն ես կարծում եմ, որ ամեն բան իր տեղը պիտի որ ընկնի, որովհետև այլ կերպ հնարավոր չի առաջ շարժվել, առաջ քայլել։ Ինձ համար համենայն դեպս անհասկանալի է։ Հաղորդման այս հատվածում ես կխնդրեմ, որպեսզի դուք պատասխանեք իմ մի քանի բլիթ հարցերին։ Առաջին հարցն այսպիսին է. ինչն է այս կյանքում ձեզ համար ամենակարևորը։ Իմ ընտանիքն ու իմ երեխաները եւ իմ աշխատանքը։ Ինչից եք վախենում, Նելի Խերանյանը։ Շատ բաներից, գրիպից եմ ահավոր վախենում, պատերազմից եմ վախենում, սարսափելի, անորոշությունից եմ վախենում, անհանդուրժող լինելուց եմ վախենում, սեփական անհանդուրժողականությունից եմ վախենում եւ վախենում եմ մտերիմ մարդկանց դավաճանություններից։
Թեմա, որի շուրջ պատրաստ եք միշտ ու երկար խոսել։ Ես այն մարդկանցից եմ, որ ամեն բանի մասին խոսել չեմ սիրում եւ ամեն բանի մասին չի որ կարծիք ունեմ, երբեմն լռում եմ, որովհետեւ այդ դաշտը ինձ ծանոթ չի, սակայն այնինչ վերաբերում է իմ պրոֆեսիային կարող եմ անverջ խոսել։ Ձեր կյանքում կա մարդ, ում վստահում եք ձեր բոլոր գաղտնիքները։ Կար այդպիսի մարդ, դա իմ մայրն էր։ Ցավոք ինձ հետ չի այլևս, սակայն ես դա փորձում եմ գտնել եւ իմ աղջիկների մեջ, եւ եղբորս եմ անսահման վստահում, եւ մեր համատեղ կյանքը բերել է նրան, որ վստահում եմ նաեւ իմ ամուսնուն։ Ձեր կյանքում ամենահիշարժան հանդիպումը։ Ամենահիշարժան, այնքան շատ են դրանք եղել։ Հիմա որևէ մեկը չեմ կարող առանձնացնել, որովհետեւ շատ հիշարժան պահեր են եղել, հանդիպումներ են եղել իմ կյանքում, սակայն այն հանդիպումները, որոնք այսօր էլ իմ մեջ ժպիտ են առաջացնում, հենց դրանք էլ հիշարժանն են երևի։ Կուզեիք, որ այս պահին ինչ լիներ։ Տակ լիներ մի քիչ։ Իմ վերջին հարցը սովորաբար բացարձակ արժեք հասկացության հարցն է, սակայն դուք հաղորդման ընթացքում կարծես թե արդեն պատասխանեցիք, որ ձեզ համար բացարձակ արժեքը ազատությունն է։ Ազատությունն է, իմ ընտանիքն է, իմ ծնողներն են, իմ եղբայրը, իմ հայրենիքը, անխոս, մեր անկախությունը եւ ազատությունը, եւ իմ ներքին ազատությունը, եւ ընդհանրապես մարդկային ազատությունը, որը անպայման սահմանափակվի այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինիս ազատությունը։ Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ իմ հրավերն ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ձեզ հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դերասանուհի Նելի Խերանյանի հետ։ Եվ վերջում հաղորդման աջակցելու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյանի Image Studio-ին։ Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը, հասցեի Սահակյան 14։ Ես Անի Միրաքյանն եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, կոտորակ 21, հեռախոս 53 88 20։